Ողջույններս իմ հրաշք ժողովրդին, արևածաղիկ, խոսում ենք արևածաղկի մասին, այն շատ առողջ է, շատ սիրելիներս, բայց նաև յուղայնությունը, կալորիականությունը բավականին շատ է, դրա համար արևածաղկի յուղը եւ իհարկե արևածաղիկը պետք է զգուշությամբ օգտագործել, չափի մեջ, ոչ թե նստել այսպիսի ամանով հեռուստացույց նայել կամ հարևաններով հավաքվել եւ ուտել ընդամենը 20-ից 30 հատ, որովհետեւ կալորիականության բարձր լինելով կարող է առաջացնել քաշի ավելցուկ յուրաքանչյուրի օրգանիզմում։ Սիրելի իմ ժողովուրդ, մենակ մեր կոկոսի քաշի ավելցուկ չունի, հաճույքով օգտագործում է, տեսեք ինչպեսի մեծ հաճույքով մաքրում է, ուտում, իսկ մենք որպեսզի կարողանանք ել ավելի լիարժեք օգտագործվի մեր օրգանիզմի համար, օգտագործենք նրա յուղը, որովհետև ինչքան պետք է արևածաղիկ օգտագործենք, որպեսզի յուղի չափ լինի։ Դրա համար ամեն առավոտյան մեկ թեյ գտալ եւ այն ունի օմեգայի հզոր քանակություն, E-ի քանակություն եւ միկրոէլեմենտներն ու հանքանյութերը բավականին շատ են, սիրելիներս, ամեն առավոտյան մեկ թեյ գտալ սոված վիճակով եւ կես ժամ հետո դուք արդեն կարող եք օգտագործել ձեր սննդակարգը։ Օգտագործելուց հետո դուք կզգաք, թե ինչքան ձեր առողջականը լավանում է օր-օրի, մեկ շաբաթ հետո դուք կզգաք, որ ձեր էներգիան լավացել է, աղիների ֆունկցիան լավացել է, աղիների պերիստալտիկան, այսինքն կծկումները լավացել են, եթե ունեք փորկապություն, այն արդեն աստիճանաբար կարգավորվում է եւ լյարդի ֆունկցիան է կարգավորում, սրտի աշխատանքն է կարգավորում։ Սիրելիներս, կարելի է ասել սնունդ ամբողջ օրգան համակարգերի համար։ Եթե ես սկսեմ ասել այս օրգանին, այն օրգանին միևնույն է, դա թվելը չափից ավելի շատ է, մեր ժամանակը չի հերիքի, կարելի ասել ամբողջ օրգան համակարգերին։ Իսկ եթե ունեք փոքր երեխաներ, ես ձեզ շատ եմ խնդրում, սիրելիներս, օգտագործեք նոր թաքանված արևածաղկի յուղ, այն շատ օգտակար է երեխաներին մանավանդ, որովհետև բնական սնունդ, տնական սնունդ եւ առողջությանը գրեթե ոչ մի վնաս չի տալիս։ Սիրելի իմ ժողովուրդ, այն եթե օգտագործեք աղցանների մեջ, շատ անհրաժեշտ է, բայց եթե ուզում եք տապակել կամ կարտոֆիլ, կամ որևիցե բանջարեղեն, ապա դա այդպես չի, հակառակ պետք է, եթե բանջարեղենը եփում եք, անպայման պետք է վրան լցնել այդ բանջարեղենի վրա, մի քիչ սոխ, մի քիչ սխտոր, մի քիչ կանաչի եւ մի փոքր էլ իհարկե սև բիբար, կարմիր բիբար, պատկերացրեք հրաշալի բնական, տնական բոլոր հատկանիշները, եւ միկրոէլեմենտներ, եւ վիտամիններ, եւ հանքանյութեր, եւ ձեր օրգանիզմի համար չափից ավելի սնունդ, ինչպես պետք է այս նոր քամված մեկօրյա այս յուղը գտնել, իհարկե զանգահարելով Աննային 098 326 406 զանգահարում եք, ասում եք, որ Մարիամ Վահանյանը խորհուրդ է տվել, անպայման պետք է նստենք ձեր կողքը, քամենք, ինչու՞ չէ, եւ սուրճել կարող եք հյուրասիրվել, ձեր յուղը վերցնել ու գնալ, սիրելիներս, օգտագործեք այս յուղը, որովհետև այն առողջությանը շատ անհրաժեշտ է։